Պարոն Թունյան, ես կուզեի լսել ձեր գնահատականը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին եւ տեսլականը զարգացման։ Շնորհակալություն, պարոն Մնասականյան, ես կարծում եմ, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը էական զարգացում է ապրել, որտեղ այդտեղ ունենք բազմաթիվ ծրագրեր եւ մեր գյուղատնտեսության ոլորտի գլխավոր խնդիրը ոչ թե ոլորտի, այլ այդ մասին խոսելու գլխավոր խնդիրը գիտեք որն է, որ մենք իրականում գյուղատնտեսության մասին շատ քիչ բան գիտենք, որտեղ գյուղատնտեսական վիճակագրությունը մեզ մոտ խիստ պայմանական է։ Օրինակ, եթե վիճակագրական կոմիտեն հրապարակում է, որ գյուղատնտեսության ոլորտը աճել է այսքան տոկոսով կամ անկում ապրել այսքան տոկոսով, ես այդ տվյալներին խիստ վերապահումով եմ մոտենում, որտեղ ես չգիտեմ այդ տվյալները ինչի վրա են հիմնված։ Եվ երկրորդ կարևոր բանը անկեղծ պիտի խոստովանեմ, որ մեր հանձնաժողովում գյուղատնտեսության որը ներառված չէ, դա տարածքային կառավարման հանձնաժողովում էր եւ շատ խորքային տվյալներ այդ առումով ես չունեմ, բայց հիմա տեղափոխվել է արդեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ու արդեն ես ինքս էլ ավելի շատ խորամուխ կլինեմ այդ ոլորտի արտադրանքի նկատմամբ։ Բայց տեսնում եմ, որ հենց նոր որ կարդում եի, թե Հայաստանից որտեղ ինչ է արտադրվել, արդեն երևում է, որ մեր գյուղատնտեսությունը նույնպես գնում է դիվերսիֆիկացման եւ ստանդարտներին համապատասխանելու ճանապարհով։ Շնորհակալություն։ Արձագանք Պարոն Թունյան, ես այդ թեմայով ելույթով կանրադառնամ ու ընդհանուր վիճակը կներկայացնեմ եւ երկրորդ այն հարցը, ինչ որ դուք տվեցիք պարոն Կարապետյանին, ես ելույթով ես խնդրում եմ ես անդրադառնամ, որովհետեւ դուք տեսեք ժամանակի քրոնիկան ուրիշ մեր կուսակցության անդամների վերաբերյալ ներկայացնում եք, բայց երբ որ ես ժամանակին այս մասին խոսել եմ ու ներկայացրել եմ վտանգների մասին խոսել եմ ու իրականացրել չեք խոսում։ Եվ հաջորդը պարոն Կարապետյանը ձեզ հարց տվեց, խնդրում եմ այդ հարցին էլ պատասխանեք էլի, որպես արձագանք։ Պատասխանեց բանալուց։ Չէ, ինչպես պատասխանեցի, այնպես պատասխանեցի։